Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, մարտի 10-ն է, օրը ուրբաթ, իսկ դա նշանակում է, որ Կենտրոն հեռուստաընկերության եթերում մեկնարկեց Կենտրոնի առավոտ հաղորդաշարը։ Ողջունում ենք ձեզ բոլորին, մաղթում հաճելի ջերմոր, չնայած դրսում մի քիչ մռայլ եղանակ է, բայց մի տրվեք այդ մռայլությանը, որովհետև կարևորը ներքին ջերմությունն է։ Այսօր մենք կխոսենք հետաքրքիր իրադարձություններից, հետաքրքիր նշանավոր մարդկանց սնունդներից, ովքեր մեծ ավանդ ունեն իրենց, ինչպես կարելի է ասել, Անուշիկ, մեծ ավանդ ունեն համաշխարհային պատմության մեջ, այսպես կարելի է ասել, եւ իհարկե մեր շեֆ խոհարար Համլետը այսօր հետաքրքիր բաներ մեզ կմատուցի, հուսով ենք, այսինքն ոչ թե հուսով ենք, այլ վստահ ենք, սիրելի հեռուստադիտողներ։ Լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, քանի որ խոսեցինք արդեն եղանակից, ասեմ, որ օդի ջերմաստիճանը մարտի 10-ից 12-ը աստիճանաբար կբարձրանա, որքան էլ որ այսօր մռայլ է, եւ կբարձրանա 7-ից 10 աստիճանով, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց ասենք, որ մարզերի որոշ շրջաներում լինելու են տեղումներ։ Անցնելով առաջ, սիրելի հեռուստադիտողներ, իհարկե նաև մեր գործընկերոջը Համլետին այսօր խոհանոցում է, ասենք բարի առավոտ։ Բարի լույս ձեզ։ Ողջույն Համլետ։ Լավ, դուք ինչպես եք։ Ես առավոտից նկատեցի, որ դու բանջարեղեններից այսպես բուրգ էիր կառուցում, Համլետ։ Ինչի հետ է դա կապված այդ բուրգը։ Այսօրվա պարզ բաղադրատումից հետ է կապված, պատրաստելու ենք կարտոֆիլի հյուսով եւ բանջարեղեններով կարկանդակներ, որում կներառենք մի շարք բանջարեղեններ, ինչպես նաեւ խոզապուխտ եւ սպանաղ։ Շատ հետաքրքիր պարզ բաղադրատում իրենից ներկայացնում, ինչպես նախաճաշերին, ինչպես երեխաներին դպրոց ճանապարհելիս կարելի է պատրաստել որպես ուտելիք եւ այնպես էլ բարի լույսի հաղորդավարների համար կարելի է պատրաստել։ Ինչու՞ չէ։ Բաղադրությունը պարզ բաղադրիչներ, ընդհանուր ձեռքի տակ եղած ցանկալի յուրաքանչյուր տեսակի բանջարեղեն, այս պարագայում օգտագործել եմ գազար, բուլղարական պղպեղ, սոխ, կարտոֆիլից պատրաստելու եմ խյուս եւ սպանաղ։ Նախ տապակելու եմ բուսայուղով մանր կտրատված սոխը, որին ավելացնում եմ խոզապուխտ, որից հետո ըստ հերթականության բանջարեղենները եւ վերջում արդեն սպանաղը։ Առանձին պատրաստելու եմ կարտոֆիլի պյուրե եւ այդ ամբողջ բանջարեղենային փունջը տապակված խոզապուխտով միացնելու եմ կարտոֆիլի խյուսին եւ այդ ամենը արդեն ձևավորելու եմ շերտավոր խմորով եւ թխելու եմ ջեռոցում։ Շատ բազմաբովանդակ էր հնչում այդ ամեն ինչը, Համլետ։ Համլետի մոտ միշտ շատ բարդ երկար է հնչում, բայց ինքն ասում է, որ պատրաստելը շատ հեշտ է։ Չէ, ես իրոք պետք է խոստովանեմ, որ անհամբեր սպասում եմ ամեն օր սպասում եմ անհամբեր մեր եթերների ավարտին, ոչ թե որ եթերը ավարտվի, այլ նրա համար, որ համտեսեմ Համլետի այդ պատրաստած խոհարարական գլուխգործոցները։ Տեսնում ես Համլետ։ Ինչ բարձր գնահատական է քո խոհանոցում արարչական գործի հանդեպ։ Մենք անցնենք առաջ, կհետևենք ընթացքում քո գործին, ես ասեմ, որ 1953 թվականին New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ Սմայլիկը։ Այն ինչ որ մեզ այսքան հեշտացնում է հաղորդագրությունների մեջ, մենք ալարում ենք խոսել եւ ամենատարբեր սմայլիկներով այլևս կարելի է մի ողջ նախադասություն ասել։ Անուշ, հետաքրքիր փաստ կա, օրինակ 1982 թվականին Կարնեգիի համալսարանի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանը առաջին անգամ առաջարկեց գործածել 3 խորհրդանիշները, որոնք պետք է ներկայացնեին ժպտացող դեմքը համակարգչային շարադրանքներում։ Սա էլեկտրոնային բառապաշարի նշանակալի հավելում էր եւ այսօր Սմայլիկը, ինչպես քիչ առաջ ասաց Անուշը, էլեկտրոնային շփման անբաժանելի ատրիբուտ է։ Շատերս ենք կիրառում սմայլիկներ մեր հաղորդագրություններում ընկերների հետ շփվելիս, հարազատների հետ շփվելիս եւ այո, ինչու՞ չէ Սմայլիկը կարողանում է փոխանցել որոշակի տրամադրություն, հա։ Մենք շփվում ենք, ինչ որ նախադասություն ենք գրում եւ պարտադիր ատրիբուտ նշում ենք ինչ որ սմայլիկ, որը խորհրդանշում է մեր նախադասության տրամադրությունը կամ հենց այդ պահին մեր տրամադրությունը եւ շատ հետաքրքիր բան, չի եղել քեզ մոտ այդպիսի դեպք, երբ ընկերոջդ հետ շփվում ես, սմայլիկը չես դնում եւ նա նեղանում է ինչ որ քո արած հումորից։ Բայց եթե սմայլիկը տեղադրված է, նա ամեն ինչ հասկանում է, որ դա հումոր է։ Ես առհասարակ չեմ ընկալում այն փաստը, որ տղամարդիկ սմայլիկներով կարող են շփվել, ինձ նյարդայնացնում է անգամ,
որովհետև տղամարդը եւ սմայլիկով շփվելը անհամատեղելի են։ Սա կարող են անել դեռահասները եւ երբեմն գոնե կանայք։ Ես օրինակ փորձում եմ հնարավորինս խուսափել եւ երբ առհասարակ չեմ սիրում գրել շատ շատ ընկերներ գիտեն, որ մեկ-մեկ ալարում եմ, այսինքն շատ պիտի մտերիմ լինենք, որ ես փորձեմ, հիմնականում կարող եմ ձայնային ուղարկել, եթե հստակ ասելու բան ունեմ, առհասարակ գրվել ինձ համար դա փորձություն է իրական, իսկ ինչ վերաբերում է, որ ես կարող եմ տեսնել օրինակ տղամարդկանց, ովքեր այսպես փակագծեր են դնում իբրև ժպիտ, կամ այսպես թարս դնում են, որ իրենք տխուր են, չեմ ընկալում։ Այո, բայց այնուամենայնիվ Սմայլիկը իրոք գրավել է իր ուրույն տեղը մեր հատկապես բութը։ Հատկապես բութը։ Չէ, նոր բան կար, այսպես։ Այսպես։ Դա ինչ է։ Սա սիրել, սիրում եմ, ես վերջերս եմ իմացել դրա մասին, չէ, Համլետ ճիշտ եմ ասում։ Սիրտ, այո, դե սիրտը, այո, սա սիրտ է, բայց սիրտը ինչի համար կարող ենք դնել, կարծում եմ ոչ նրա համար, որ կարդացողին ասենք, որ մենք ինչ-որ խնդիրներ ունենք սրտի հետ։ Ամեն ինչ արվեց, որպեսզի մարդիկ դեգրադանան, շփման մեջ էլ, իրարից հեռվանան, խոսքերը դառնան ավելորդ, ու սկսենք ինչ-որ անիմաստ կարմիր դեղին սմայլիկներով շփվել իրար հետ։ Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր չեն ուզում սիստեմի գերին դառնալ, պետք է հնարավորինս խուսափեն այդ երևույթներից եւ փորձեն արտահայտվել։ Օրինակ զանգել, մարդավարի խոսել։ Այո, կենթանի շփվել։ Այո, ոչ թե այդ բութ, չգիտեմ, մի խոսքով հեշտացնում է, բայց նաեւ հեռացնում է։ Եթե չեք ուզում հեռանալ, եթե ուզում եք կապը պահել մտերիմների հետ, պետք է հնարավորինս փորձել խոսել։ Հիշում ես հին Հռոմում այսպիսի բաներ էին պատմում, որ գլադիատորական մարտերի ժամանակ որ ցույց էին տալիս բութ, սա էլ էր, չէ՞։ Կարծես նախատիպը լիներ կամ հակառակը։ Այ այսպես։ Ինչ արեցին, իրենք արեցին, էլի։ Ինչ արեցին, հռոմեացիներն արեցին։ Ու էլի տղամարդիկ, ամեն ինչ փչացնում են տղամարդիկ։ Անցնենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, ես կարծում եմ, որ լավ տեսանյութի մասին չխոսեմ, որովհետև տեսանյութը այն մարդու մասին, որ պատմում է, ես հատուկ վերաբերմունք ունեմ, հետո կասեմ ինչու, բայց ես կարծում եմ, որ առավոտյան այս հատվածում ավելի լավ է երաժշտություն լսենք, չշատախոսենք, որից հետո կշարունակենք, համեցեք։ Մենք շարունակում ենք մեր եթերը, սիրելի հեռուստադիտողներ, եւ իհարկե անդրադառնում ենք նաեւ այն կարևոր ծնունդներին, որ տեղի են ունեցել հենց այսօր, այսպես ասած։ 1917 թվականին է ծնվել Ստեփան Ջրբաշյանը, հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ Ես ինչպես հասկացա, դու ինչ-որ բան էիր ուզում լրացնել, հա, անվան հետ կապված։ Ստեփան Ջրբաշյանի հետ կարելի է անհամար խոսել, բայց կարևոր է նշել, որ նա գրել է Գիգոր օպերան, ըստ Հովհաննես Թումանյանի Գիգորի, կատարել է ժողովրդական երգերի մշակումներ։ Նշանակալի է Ստեփան Ջրբաշյանի ներդրումը հայկական օպերետի եւ երաժշտական կոմեդիայի բնագավառում։ Նրա աշխատանքներից են Երազիկը, օրինակ Չարլեի մորաքույրը, Ծաղիկների աշխարհում, Ես հարսնացուս եւ իհարկե Մարսեսի փեսացուն։ Հետաքրքիր ավանդ ունի Ստեփան Ջրբաշյանը, կրկնվում եմ, հայկական օպերետի եւ երաժշտական կոմեդիայի բնագավառում։ 1935 թվականի այսօրն է ծնվել Խորեն Պալյանը, հոգևոր երգիչ, մանկավարժ, շարականագետ, ծիսագետ, բանասեր, գրաբարի մասնագետ։ Իդեպ նաև ասենք, ես կարծում եմ, որ շատերը այդպես էլ կճանաչեն, որ Խորեն Պալյանը Լուսինե Զաքարյանի ամուսինն էր։ Այո, եւ իդեպ հենց նրա միջոցով է, որ Լուսինե Զաքարյանը սկսել է ավելի լուրջ զբաղվել երգարվեստով ու հատկապես անդրադառնալ հոգևոր երաժշտությանը։ Մենք առիթ ենք ունեցել հյուրընկալելու մեր տաղավար Խորեն Պալյանի եղբոր որդուն, եթե չեմ սխալվում,
ով բացել էր տուն թանգարանը եւ նա մեծ հարգանքով էր խոսում նրանց մասին, որովհետեւ հետո ինչպես հասկացանք, որ իրեն հենց Խորեն Պարյանն եւ Լուսինե Զաքարյանն են մեծացրել։ Այո, ինքը մանկուց մեծացել է նրանց մոտ ու ամեն ինչ անում էր, որպեսզի այդ տուն թանգարանը կայանա եւ բացվել է իդեպ, այնպես որ նրանք ովքեր չգիտեն, կարող են գնալ ու տեսնել։ Բայց դու գիտես, որ մինչև ամուսնանալը Լուսինե Զաքարյանի հետ Սուրբ Էջմիածնում Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ նա ձեռնադրվեց որպես կուսակրոն քահանա։ Այո, դա եղել է տարեթիվը, կարող եմ ասել 1961 թվականին։ Այսինքն իրենք հետո չեն կարող ամուսնանալ։ Այո, իսկ 65 թվականին նա արդեն թողել է հոգևոր ասպարեզը եւ ամուսնացել է Լուսինե Զաքարյանի հետ։ Հետաքրքիր է կինն է դարձյալ եղել պատճառ նման որոշման, թե բոլոր նման որոշումների պատճառը կանայք են։ Ահ, կանայք։ Լավ է, այո։ Որքան էլ որ դժգոհ եք, միևնույնն է առանց մեզ անհնար է թերևս։ 1958 թվականի այսօրն է ծնվել Շերոն Սթոունը, ամերիկացի դերասանուհի եւ մոդել։ Մոդելային կարիերայի մասին թերևս գուցե քչերը գիտեն, որովհետև շատ ավելի երիտասարդ տարիքում է զբաղվել, չնայած որ ինքն ինձ համար իսկապես ամենագեղեցիկ կանանցից մեկն է, չնայած որ ուրիշ մարդիկ ուրիշ անուններ են տալիս որպես կանոն, հա, Մոնիկա Բելուչի եւ այլն, բայց ինքն ինձ համար շատ արիստոկրատ գեղեցկություն ունի եւ իդեպ ասեմ, որ ինքն դերասանուհիներից է, որն ունի կրթություն եւ բավական ինտելեկտուալ կին է, բայց այնուհանդերձ շատ դժվար ճանապարհ է անցել ի համեմատ այն բոլոր դերասանուհիների, ովքեր պատահաբար հայտնվել են Հոլիվուդում, ինքը որ ունեցել է կրթություն, բավական դժվար կարիերա է ունեցել եւ թերևս մինչեւ այսօր էլ ինձ թվում է այդ դժվարությունը շարունակվում է։ Բայց տեսանյութը ավելի մանրամասն կպատմի, մենք էլ ձեզ հետ կբացահայտենք շատ մանրամասներ, համեցեք։ Վաթսունհինգամյա բացարձակ շքեղ արտաքին ունեցող Շերոն Սթոուն։ Չնայած լսում ես ու մտածում ես ինչպես կարող է ենթադրենք ամենադժվար փուլում սիրելին քեզ լքի։ Դե իհարկե դա վատ բան է, կարծում եմ վատ օրինակը օրինակ չէ։ Մի տրվեք նման օրինակներին եւ եղեք ձեր սիրելիների կողքին։ Չէ, իրոք, բայց օրինակ Շերոն Սթոունի հետ կապված, իհարկե բոլորն ասում են, որ նրան մեծ համբավ է բերել այդ հայերեն կոչվում է հիմնական բնաստ ֆիլմը, Основной ինստինկտ, այսպես, բայց ես ավելի շատ սիրում եմ խաղատուն ֆիլմը, որտեղ նրա խաղանկերներն են Ռոբերտ Դե Նիրոն, Ջո Պեշին եւ մի շարք այլ հոլիվուդյան հանրահայտ աստղեր։ Մարտին Սկորսեզեի ֆիլմը։ Այսպես ասած, գործընկերը շատ կարևոր է։ Նայած թե դու ում հետ ես աշխատում, հա։ Եթե շատ տաղանդավոր մարդիկ են, իրենք անհնար է որ քեզ չվարակեն ու այդ էներգիայով չլցնեն ու դու ավելի ինչ փորձես անել, քան կարող ես։ Դրա համար երբեմն երբ ասում են, այս դերը թույլ է կամ այս դերը ավելի ուժեղ, պետք է հասկանալ իսկ ովքեր էին շրջապատում այդ դերում մնացած, հա, կերպարներն ովքեր էին, որովհետև եթե թույլ դերասաններ են, դու այդտեղ մի քիչ էլ գուցե թույլ սցենարային լուծում լինի եւ ռեժիսորն էլ առանձնապես ջանք չգործադրի, ամենալավ դերասանին կարելի է ամենավատ տեսանկյունից ներկայացնել։ Դու հիմա առաջարկում ես, օրինակ, մեր մասնագիտության մեջ, եթե դու վատ ես աշխատանքդ կատարում, վատ ես ենթադրենք խաղում, ինչ որ ներկայացում կամ ֆիլմում, մեղադրել գործընկերներին։ Չէ, ես օրինակ կարող եմ մեղադրել գործընկերներին անպատասխանատվության մեջ, բայց կա փաստ։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել խաղալու սերիալում, ու սերիալում շատ հաճախ ենք մենք տեսնում, որ գալիս են նկարանան հրապարակ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ։ Դրանց մասին նաև գիտեն հեռուստադիտողները, ովքեր շատ առողջ քննադատության են ենթարկում եւ միանգամից հասկանում են դա պրոֆեսիոնալ է թե ոչ։ Անկամ ոչ պրոֆեսիոնալ մարդու վատ խաղացածը ավելի գրագետ է եւ էսթետ է, քան ոչ պրոֆեսիոնալ մեկ, ով հայտնվում է այնտեղ եւ փորձում է, չգիտեմ, իր անձը եւ ամեն ինչ անում է որպեսզի լավ։ Եվ այդտեղ երբ դու հասկանում ես, որ
Ենթադրենք, կարող ես 100 անգամ նկարվել մի դուբլը, որովհետև այդ մարդու մոտ չի ստացվում, որովհետև ինքը վատն է, ի վերջո դու կարող ես պարզապես շատ անտարբեր, առանց որևէ էներգիա տալու, այնքան որ այդ կտորը խաղալ ավարտել, որովհետև դու անհարմար ես զգում, որ կանգնած ես այդ տեսակ մարդու հետ նույն հարթակում։ Կամ պիտի հրաժարվես, այսինքն տապալ ես նկարահանումը, կամ ստիպված պիտի շարունակես։ Այդ դեպքում, եթե դու նայես իմ խաղը, դու վստահ եմ, որ կտարանջատվի, հա, այդ տարբերությունը կզգաս, երբ դու պրոֆեսիոնալի հետ ես, եւ դուք միասին, այսպես ասած, մի էպիզոդ եք ստեղծում, եւ այդ էպիզոդի վրա երկուսդ էլ աշխատում եք, որ մաքսիմալ լավը լինի, եւ երկրորդ տարբերակը, երբ դու ջանք ես գործադրում եւ ինչ որ ոչ պրոֆեսիոնալ զարմացած աչքերով քեզ է նայում։ Չի ստացվում, որ ես կարող եմ տուժել այդտեղ։ Չէ, ես իհարկե կատակում էի, Անուշ, քեզ հետ համաձայն եմ միանշանակ, որ շատ կարևոր է, թե ովքեր են քո խաղընկերները, լինի դա բեմում, թե նկարահանման հրապարակում, թե ամենուր։ Օրինակ, չես ունեցել այդպիսի դեր։ Արի այսպես խոսենք, շատ կարևոր է, թե ով է քո կողքին, անկախ ամեն ինչից։ Դրա համար եմ ասում, ենթադրենք դու գնացել ես հիվանդանոց, այնտեղ հուզիչ տեսարան ես խաղում։ Հա, հիմա պատրաստում ենք նկարահանում։ Բժիշկը, որը գալիս է, դու ենթադրենք այդ մարդ, որը եկել է դիմելու բժշկի։ Չէ, հիմա դու պրոֆեսիոնալ դերասանն ես, ով խաղում է շատ հուզիչ կտոր, որտեղ, չգիտեմ, շատ վատ է իր երեխան։ Հիմա դու հարցնում ես բժշկին, ենթադրենք հարցրու որևէ բան բժշկին, ինչ կհարցնեիր։ Ես էլ եմ ոչ պրոֆեսիոնալ բժիշկն եմ։ Լավ։ Ես եմ բժիշկը։ Ես ընտրեմ, ով է իմ խաղընկերը։ Ես ուզում եմ, որ իմ խաղընկերը Համլետը լինի։ Խաղընկերը թիվա չի, այդ Համլետը չի կարող քեզ պրոֆեսիոնալ հիմա ցույց տալ, ինչ են անում ոչ պրոֆեսիոնալները։ Բայց չէ՞ որ մենք պայմանավորվեցինք, որ նկարահանում ենք սերիալ, որտեղ մասնակցում են պրոֆեսիոնալ դերասաններ եւ ոչ պրոֆեսիոնալ։ Շատ լավ, Համլետի հետ։ Դերասան չեմ։ Ոչինչ, ոչինչ, Համլետ, քեզ մոտ ամեն ինչ արժևում է։ Դե սկսեք։ Ինչ կարելի է։ Ինչ կարող ես հարցնել բժշկին։ Առաջադրվող հանգամանքներ։ Այո։ Ստանիսլավսկու գիրքն ընկար։ Հա, իսկ կա առաջադրվող հանգամանքներ։ Բժիշկ։ Բայց ինչու եք ժպտում, բժիշկ։ Ես չեմ կարող, ես հրաժարվում եմ այսպիսի պայմաններում աշխատելիս։ Բժիշկը ժպտում։ Դրա համար պրոֆեսիոնալի հետ խաղա։ Բայց ես ոչ պրոֆեսիոնալի նման եմ քեզ պատասխանելու։ Բայց նայ ես արդեն հոգեբանորեն տրամադրված եմ, որ քիչ առաջ փորձում էի այլ դերասանի հետ, որը ժպտում էր իմ խաղի վրա եւ արդեն չեմ կարողանում։ Իմիջիայլոց այդպես լինում է նաեւ։ Իրականում լինում է հենց այդպես, երբ դու կարող ես շատ հուզիչ տեսարան խաղալ եւ ոչ պրոֆեսիոնալը բնականաբար ժպտում է, որովհետեւ իր համար ծիծաղելի է։ Բայց հիմա խնդրում, չէ, այդ ավելի վատ է, լավ, հələ ծիծաղելին մի կողմ։ Ինքը դու կարող ես հարցնել, ենթադրենք ինչպես է իմ երեխան, ինչ է լինելու նրա հետի վերջո, չգիտեմ։ Բժիշկ։ Ու ինքը քեզ, ահա։ Բժշկի ուղիղ ասեք ինձ։ Դու էլ ես ժպտում հիմա, ինչու ես ժպտում։ Ես նրանց նման եմ։ Ես հասկանում եմ, որ ես ծիծաղելի Չէ, դու ծիծաղելի չես, ես անում եմ այն, ինչ անում են ոչ պրոֆեսիոնալ։ Դա չի նշանակում, որ ինձ վրա։ Լավ, քեզ։ Ավելի վատ տարբերակ է լինելու հաջորդ թիվ խաղը։ Բժիշկ, ինչ է, ահա։ Բայց երեխային գուցե ինձ հետ է ինչ որ բան կատարվել։ Տենց ինչ որ բան։ Ես եկել եմ եւ իմացել ես, որ դու անբուժելի հիվանդ ես, լավ։ Մոտավորապես ռեժիսոր կարող եմ սկսել։ Համլետն է ռեժիսորը։ Հա, Համլետը արդեն ռեժիսորն է։ Եթե այս պահին դու դերասանուհին ես, Համլետը ռեժիսորն է։ Վերերը բաշխվել են այսպես։ Բժիշկ ինձ ուղիղ ասեք, խնդրում եմ։ Ինչ է ինձ սպասվում։ Ես հիմա ոչինչ չեմ կարող ձեզ ասել։ Ստոպ։ Ոչինչ չասող դեպքում սկսում է։ Բժիշկը կգա ամեն ինչ կասի։ Ինձ թվում էր մենք հիմա մի դրամատիկ կտոր կխաղայինք եւ դու ինձ կօգնեիր, բայց փաստորեն դու ուզում էիր ընդամենը ցույց տալ, թե ինչ իրականությունն է։ Այո, իրականությունը։ Խնդրեմ, իրականությունը այդքան էլ հետո։ Չէ, սրա ավելի վատ տարբերակը կա, երբ նա խաղում է քեզ հետ, իրեն ասել են, ինքն ասում է հետեւյալը։ Ես չգիտեմ, բժիշկը կգա կասի ձեզ։ Լավ է։ Բացարձակ ես կարամ գնամ։ Բացարձակ լավ չէր։ Չէ, այսպես է։ Դե հիմա ես շատ հաճախ երբ շատ դերասաններ վիճում են եւ չեն ուզում այսպես ասած իրենց մասնագիտությունը կիսել ոչ պրոֆեսիոնալների հետ, սա չափազանց արդարացված դրսևորում է եւ մեծամտություն չէ, որովհետեւ այս կտորը ինչ որ մենք հիմա այսպես ասած վատ խաղացինք, սա կարող է կրկնվել նկարահանման հրապարակում 8 անգամ, 10 անգամ հավատացնում եմ ձեզ եւ ինքը 10 անգամ էլ շուր կգա կնայի տեսախցիկին, հենց անմիջապես հետո։
հայտնի տեսահոլ, Դիարի ստեղ լավ խաղա։ Այո, հասկանում եմ քեզ, հայտնի տեսահոլովակը կա Գերի Օլդմենի մասնակցությամբ, երևի տեսել ես, որ նա բասկետբոլի գնդակը ձեռքին եւ խոսում է տեսախցիկի հետ, ասում է, խնդրեմ, սա բասկետբոլի գնդակ է, հետևում գտնվում է որտեղ ես պետք է գցեմ գնդակը, Զամբյուղը, որտեղ ես պետք է գցեմ գնդակը, հիմա ուշադիր նայեք ինձ, շպրտում է գնդակը բնականաբար ընկնում է բացարձակ ուրիշ ուղղությամբ, նա այսպես շրջվում է եւ ասում է, ես չեմ կարողանում խաղալ բասկետբոլ, դրա համար ես չեմ խաղում բասկետբոլ, իսկ ինչու է ամեն մի բասկետբոլիստ որոշել խաղալ ֆիլմում։ Այսպես հետաքրքիր հոլովակ էր նկարահանել Գերի Օլդմանը եւ կարծում եմ դա իր արձագանքը գտավ եւ բասկետբոլիստները այլևս չեն նկարահանվում, բայց միայն նրանք։ Այո։ Իրականում թերևս եթե դու շատ տաղանդավոր ես, իհարկե ինչու ոչ, բայց եթե ընդհանրապես մի ուրիշ ասպարեզում ես շատ հայտնի եւ դա պիտի օգտագործվի ու դու վատ ներկայանաս այլ մասնագիտության մեջ, կարելի է լինել այնքան զուսպ եւ փորձել ինքնադրսևորվել այնտեղ, որտեղ դու ավելի լավ կարող ես դրսևորվել։ Իհարկե, սա բոլորիս հուզող, հատկապես դերասաններին հուզող հարց է եւ ել չեմ ասում ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներին, ի դեպ, քանի որ խոսեցինք ավագ սերնդի ներկայացուցիչներից, ես ասեմ, որ սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր ունենալու ենք էլի ձեր կողմից սիրված շատ տաղանդավոր դերասան, ով մեզ համար նաև ուսուցիչ է ու շատ է օգնել նկարահանման հրապարակում լինել էլ ավելի լավը։ Ես ձեզ առաջարկում եմ հետևել մեր առավոտին, որպեսզի դուք էլ առիթ ունենաք նրան լսելու, որովհետև նրան միշտ հաճելի է լսել, հատկապես նրա ձայնը։ Գաղտնիքներ այլևս չեմ բացի, այստեղ կանք կառնեմ եւ շարունակենք նորությունները։ Ունենք, այո, հոլիվուդյան բամբասանքը շարունակվում է։ Ի դեպ, շատ կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնալ, որովհետև միշտ հետևում եմ այս զույգին համացանցում, իհարկե։ Լեհաստանում տեղադրված Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի մոմե արձանները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում։ Ուելսի արքայազն ու արքայադուստրը որոշ ժամանակ ցուցադրվել են Կրակովի մոմե արձանների թանգարանում։ Մի տեսանյութում TikTok-ի օգտատերերից մեկը ցույց է տվել թագավորական ընտանիքի անդամների կերպարները, հայտարարելով, որ Լեհաստանում է գտնվում ամենավատ մոմե արձանների թանգարանը։ Օգտատերերի խոսքով արձաններն այնքան վատն են, որ նույնիսկ վախեցնում են իրենց տեսքով։ Այո, շատ վատն է։ Ես իմիջիալից ասեմ, որ Քեյթ Միդլթոնը ինձ համար կնոջ իդեալ է։ Քիչ առաջ Շերոն Սթոունն էր իդեալ։ Չէ, դու ինքն էլ, նա որպես դերասանուհի, բայց Քեյթ Միդլթոնը նրա հագնվելու ոճը, նրա կանացիությունը թերևս շատ տարբերվող է, անընդհատ փորձում եմ համացանցում հետևել։ Դե չգիտեմ իրական կյանքում ինչպիսին կարող է լինել տանը, բայց այնուամենայնիվ այնպիսին, ինչպիսին ես եմ կարողանում տեսնել, շատ օրինակելի է։ Բայց կարծում եմ պետք չէ այս բամբասանքին այդպես լուրջ տրվել, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ Կրակովը դա կարելի է ասել ոչ միայն Լեհաստանի, այլ ամբողջ Եվրոպայում այսպես մշակութային քաղաք է եւ այնտեղ գեղագիտական մոտեցումները կյանքի տարբեր երևույթների եւ իրերի նկատմամբ միշտ էլ ունենում են եւ լավ եւ վատ արձագանք։ Կարծում եմ կարելի է դրան կանել, անում էին։ Դե հիմա այդպես է տեսել։ Նկարիչն այդպես է տեսել, դա իր աշխարհն է։ Կարելի է այսպես լուծել ստեղծագործական աշխատանքը։ Իմիջիալոց երբ ես մոռացա անունը, կնոջ անունը։ Քեյթ Միդլթոն։ Չէ։ Շերոն Սթոուն։ Միացյալ Նահանգներում Միացյալ Նահանգներում։ Այդ մոմե արձանների թանգարանը։ Տյուսո, Մադամ Տյուսոյի, այո։ Այնտեղ իմիջիալոց ուրեմն մի նկար ունեի Վուդի Ալենի արձանի հետ։ Ահա։ Իմիջիալոց առաջին անգամ երբ գցել էի դա համացանց, դա 2017 թվականն էր, իսկապես բոլորը հավատացել էին, որ դա Վուդի Ալենն է, որովհետև դիրքը այնպես է կանգնած եւ այսպես ասած թուղթ է իբր տալիս եւ ես իբր վերցնում եմ, բոլորին թվացել էր Վուդի Ալենն է։ Հետո ես մտածեցի, որ երբեմն էմոցիաները իրականանում են, գուցե մի օր կգա, որ Վուդի Ալենը ինձ կտա տեքստ, բայց դեռ չեմ։ Ես վստահ եմ, որ Վուդի Ալենը կանի այդ իր կյանքի միակ եւ ճիշտ Չէ, դե հանճարեղ ռեժիսոր է Վուդի Ալենը, հանճարեղ դրամատուրգ, հրաշալի պիեսներ է գրել, Հայաստանում բազմիցս բեմադրվել է եւ կարծում եմ անուշ ամեն ինչ արժևում է, այնպես որ Վուդի Ալենը դեռ կժամանի Երևան հատուկ նրա համար, որ հրավիրի Անուշ Առաքելյանին մարմնավորել որևէ մի
կենտրոնական կերպար իր նոր ֆիլմում։ Ասում է բանն ասելով է լինում, ինձ թվում է մենք այնքան ենք ասելու, վերջը իրականանալու է։ Խոսքը ուժ ունի։ Կարելի է այսպես ասել, խոսքը իրոք ուժ ունի, այնպես որ անուշ ամեն ինչ արժևում է։ Հետո չի ասի։ Վերեք որ տեսնեք ինչքան տխուր է ինքը նայում իր կաթսային, մտածելով որ ինչ են խոսում այս մարդիկ։ Վուդի Ալեն, Անուշիկ Արաքելյան, բայց լավ։ Մենք անցնենք հաջորդ հետաքրքիր իրադարձության։ Ավատար ջրի ուղին ֆիլմը համացանցում կհայտնվի մարտի 28-ին։ Ֆիլմի հետ միասին կթողարկվեն մինչև 3 ժամ։ Ֆիլմը Տեր Աստված։ Դու պատկերացնում ես Անուշ, ընդամենը դեկտեմբերին մտել է վարձույթ եւ արդեն փետրվարին հավաքել է այսքան մեծ գումարներ։ Ես իհարկե դիտել եմ ֆիլմը դիտել եմ կինոթատրոնում, այնպես որ կինոսերների շատ կինոսերների համար կարծում եմ սա մեծ նվեր է, որ այն հայտնվելու է արդեն համացանցում եւ դուք առիթ կունենաք տեսնել եւ ես եւս մեկ անգամ չեմ զլանա եւ կնայեմ այդ ֆիլմը։ Խորհուրդ եմ տալիս հոյակապ։ Ես դեռ չեմ տեսել, շնորհակալ եմ, անընդհատ ուզում եմ, բայց դեռ չի ստացվում։ Սիրելի հեռուստադիտողներ, այս բան մեր եթերում տեսահոլովակ է, ճիշտ եմ ասում, որից հետո մենք արդեն հուսանք, որ տաղավարում կունենանք մեր հյուրերին եւ ձեզ էլ առաջարկում ենք հեռու չգնալ։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրերն արդեն տաղավարում են, ես փոքրիկ մեկնարկ անեմ եւ ասեմ, որ կանանց տոնին ընթരാճ մարտի 8-ից Արնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկում բացվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի «Կիննիմուսան» ցուցադրությունը։ Ես ասեմ, որ թեմայի հետ կապված չնայած այստեղ հետաքրքիր աֆորիզմ է Արմենը բացահայտել, որն ուզում է ներկայացնել, դու ներկայացրու, ես հաջորդի ներկայացնեմ մեր հյուրերին։ Սիրով Անուշ, ինչպես կարելի է առանց նրանց ապրել, ստեղծագործել։ Իմ ստեղծագործության կանայք չէ, որ նորթուիներ են եղել, ոչ բոլոր։ Հաճախ ստեղծել եմ իմ երևակայական կանանց։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ նրանք հիմնականում մենակ են, առանց տղամարդու։ Ես նրանց այնպես եմ խանդել, որ չեմ ցանկացել պատկերել ոչ մի տղամարդու հետ, որովհետև այդ պահին ես եմ եղել նրանց զրուցակիցը, տղամարդը։ Ամեն անգամ կարծես սեր եմ բացատրել այն կանանց, որոնց վրցնել եմ։ Վլադիմիր Աբրահամյան, օրինակելի տղամարդ։ Հյուրերն են, այո, Վլադիմիր Աբրահամյանի արտ մենեջեր ընտանիքի անդամ Նարա Եփրեմյանը եւ նրա ուսանող բարյալույս Դավիթ Մարտիրոսյանը։ Բարի, շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք։ Մենք շնորհակալ ենք հրավերի համար։ Մեծ սիրով, հետաքրքիր է, արդեն ես կարծում եմ նաեւ մեր հեռուստադիտողին կհետաքրքրի, թե ինչ կանանց է ինքը վրցնել եւ ինչու է որոշել, որ հենց չնայած որ շատ տեղին է ասված, եթե ինքն է վրցնում, ուրեմն ինքն է նրա տղամարդը այդ պահին։ Չնայած այստեղ ընդամենը մի կերպար, մի տեսակ ինձ համար, չգիտեմ, եթե կարող եմ այդպիսի համեմատություն անեմ, որ Մոդիլյանի sense դուք առաջին մարդը չեք, որ համեմատում եք։ Որովհետեւ ես Մոդիլյանի աշխատանքները շատ եմ սիրում, այս ցուցահանդեսի հրավիրատոմսն է թերևս որ մեկ ունեք, ոնց հասկացա, թե բուկլետն է, բայց մի քիչ խոսենք նրա աֆիշի վրա հենց Գայանեի դիմանկարն է։ Ներսում էր կամ հետաքրքիր։ Այո, փոքր է, մի քիչ երևի թե չենք կարող ակնառու ցույց տալ, բայց ցուցահանդեսին որ մասնակցի կարող է տեսնել, ինչպիսին էր Վլադիմիրը։ Վլադիմիր Աբրահամյանին գրեթե բոլորը ճանաչում են նախ որպես կնամեծար մարդ, որովհետև ինքը իսկապես այդպիսի մարդիկ քիչ կան, բացառիկ են իսկապես լինում։ Բոլոր իր կանայք, որոնց մենք հավաքել ենք այստեղ մի ցուցահանդեսի համար, նախ մենք առաջին անգամ ենք ընդհանրապես թեմատիկ ցուցադրություն անում։ Մենք երբեք չենք արել թեմատիկ, այս անգամ արել ենք թեմատիկ ցուցադրություն, դա իհարկե իր պատճառ ունի, հետո կանդրադառնամ թե ինչու ենք հավաքել այդ կանանց բոլորին մեկ սրահում։ Ես մտածեցի կանանց տոնին ընդառաջ։ Երկու պատճառ կա, այո, դա մեզ համար պատրվակ էր անել այն ինչ որ մենք ուզում էինք անել վաղուց։ Պարոն Աբրահամյանի բոլոր կին կերպարները չեն, որ բնորդուհիներ են եղել։ Իհարկե մեծ մասը բնորդուհիներ են եղել, իրական կերպարներ, բայց կան կերպարներ, որոնք ինքը մտածել է, հորինել է։ Իր ուզած կանանց է ստեղծել եւ այն ինչ որ դուք մեջ բերեցիք, հենց դրան էր վերաբերվում։ Մեզ հաճախ հարցում են, իսկ ընտանիքի անդամներին չի նկարել։ Ոչ, չի նկարել երբեք։
Չի նկարել, որովհետև ինքը ոչ միայն կնամեծար էր, այլև շատ խանդոտ տղամարդ էր եւ չէր ուզում իր ընտանիքի անդամներին նկարել ու տղամարդիկ գային, այլ տղամարդիկ ուշադիր նայեն։ Եթե նա խանդում էր երևակայական կանանց, ես պատկերացնում եմ ինչպես նա կխանդեր։ Բայց դա ամենևին իր չէր խանգարում, որ մենք իրեն շատ սիրեինք եւ ինքը մեզ համար մնում էր ամենահետաքրքիր տղամարդկանցից մեկը, մեզ համար իհարկե որպես ընտանիքի անդամ թանկ եւ կարեւոր մարդ, իսկ հանրության համար, իր ուսանողների համար ինքը երկար տարիներ դասավանդել է, պարզապես տաղանդավոր վարպետ։ Ես կարծում եմ ուսանողները միշտ շատ ավելին են կարողանում պատմել վարպետի մասին, հետաքրքիր է Դավիթ, ես իհարկե լսեցի ընթացքում հետաքրքիր պատմություն, բայց ձեր հանդիպումը ինչպես է ստացվել։ Իրականում շատ դժվար է լինելով դեռ շատ երիտասարդ, տարիքով երիտասարդ խոսալ մեծ մարդու մասին։ Նախ երևի այդ անցած ճանապարհի արժանինքները չեն թողնում, որ դու կարողանաս խոսել իր մասին, բայց որպես վարպետ, որպես դասախոս, ինքը այն եզակի դասախոսներից էր, այն եզակի վարպետներից էր, որ իր ուսանողների կյանքում հետ կա թողել բոլորի, իր համբերությամբ, իր հոգատարությամբ, իր հայ կերպարով, այսպես ասեմ, որովհետև ինքը իր ամբողջ կերպարով հենց հայ էր, սկսված դիմագծերից, իր բնավորությունից, ոնց նշեցին առան խանդոտ պետք եղած ժամանակ, համբերատար, ինքը ասենց խաղաղ, ու այդ ամեն ինչը ինքը իր բարկությունն էր թաքցնում այդ ամեն ինչի մեջ ու թույլ չէր տալիս էլի որ ուսանողները հանկարծ ինչ-որ չափով հիասթափվեն գործից կամ չգիտեմ սենց ես վարպետը դե ինձ քոլեջում դաս է տվել 3.5 տարի դե այն 30 տարիքն է եղել որ մեր մոտ միշտ լինում է որ չենք սովորում չենք գնում դասի թաթալաբազություն ենք անում իր ասած ու բայց մի շրջան եղավ դա մեր վերջին կուրսում էր երբ ես տենց էլի բավականին ժամանակ չէի ներկայանում դասի ու մի օր էլի անպատրաստ եկա ու ոնց որ վարպետը ասաց դե անպատրաստ ես եկել նստի գոնե ճեպանկար արա դե ինչ նկարեմ որոշեցի որ իրեն պիտի նկարեմ ու նկարեցի շատ արագ ձևով ճեպանկարեցի ու ես սիրտը շահելու համար պիտի կին նկարեի չէ նկարեցի ցույց տվեցի իրան ես շատ մեծ ուրախությամբ ու ոգեորությամբ ցույց տվեցի որովհետև ստացված գործ էր իմ համար ու ցենց նայեց դեմքը խոժորեց, ասես նստի երկուս ես տանում։ Ես ցենց զարմացա ինչի համար պիտի երկուս տնամ, ստացված գործ է, ասես որովհետև ես գիտեմ որ դու կարող ես անես ու չես կարող անես ու դրա համար երկու նշանակեց ու դա մեծ հետք թողեց իրականում դրանից հետո։ Բայց ինչու չէիք նկարում։ Տարիքային այդ 30 շրջանն էր որ դու գնում ես հետաքրքիր է նույն գնահատականը դու կստանայիր եթե նկարեիր որևէ կնոջ թեկուզ երևակայական։ Դա եմ ասում, ես սիրտը շահելու համար կին պիտի նկարեի։ Իրականում որ լինում են կին բնորդուհիներ որ նստում նայում ենք դու զգում ես իր հետաքրքրությունը որ ուրիշ ձև է այլ այդ կտավի առաջ ինքը երբ որ կանգնում է ինքը ուրիշ ձև է բացատրում ուրիշ ձև է խոսում ինքը մեծ ժառանգություն է մեզ թողել թե որպես վաստակավոր նկարիչ թե որպես ազգին մշակույթ տվող մարդ ու ես երեք էլ ասացի այն ժառանգությունը որը որ տրվում է ազգին այդ ժառանգությունը ազգին է պատկանում ու ինքը իրոք այդ ամեն ինչը թողել է մեզ ու մենք իր հետնորդները որպես սկսած իր ընտանիքի անդամներից սկսած Տիկին Մարատայի գլխավորությամբ այդ ամեն ինչը մենք պիտի պահենք ու պիտի ամեն ինչ անենք որ այսօր մեր երիտասարդությունը ճանաչի մեր մեծերին որտեվ ինքը իր խոսքերից մեկում նշեց որ ապագան ու ներկան պիտի կապված լինի իրար եթե ապագան ներկայից կապված չի ուրեմն ներկան չկա ապագան չկա այսինքն ապագան գոյություն չունի այսօր մենք պիտի մեր մեծ մշակութաբաններին մեր մեծ մշակութասերներին մեր մեծ մշակութային գործիչներին ճանաչենք, որպեսզի կարողանանք վաղը մենք էլ ստեղծել մի բան, որը որ մեր ապագայի համար կմնա ինչ-որ հիմք, որ կարողանան իրանք էլ առաջ գնալ։ Ու փառք Աստծո ու մեծ հպարտությամբ եմ ասում, որ մեր վարպետը այդ ամենը թողել է մեզ։ Իսկապես շատ ճիշտ դիտարկում էր Դավիթ, որ մենք ճանաչենք մեր մեծանուն անուններին։ Իդեպ քանի հնարավորություն կա, ես ուզում եմ անդրադարձ անել կենսագրությանը, ասենք որ ծնվել է 1941 թվականին Կոտայքի մարզի Բժնի գյուղում, ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը,
ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Այն ժամանակ այդպես էր Այո, այն կոչվում։ ժամանակ Այո, այդպես այն էր։ ժամանակ միասին էին այդ։ Այո։ Դասախոսել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, աշխատել է բեմադրող նկարիչ, հեռուստա, ռադիո, պետկոմի գերական գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում։ Աշխատել է գեղարվեստական խմբագիր ներքին գործերից 2 շաբաթա թերթում։ Այո։ Աշխատել է գեղարվեստական խմբագիր Արևիկ հրատարակչությունում, դասախոսել է Թելեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, դասախոսել է Աբովյանի պետական քոլեջում, եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Հարուստ կենսագրություն եւ իհարկե այսօր նաեւ ես կարծում եմ յուրաքանչյուր վարպետի համար մեծ պատիվ է, երբ ուսանողը կարող է խոսել այդպիսի հիացմունքով եւ հարգանքով, հատկապես առաջին հերթին նրա անձի մասին, հետո թողած նրա ժառանգության մասին։ Մենք ունենք տեսանյութ, ես առաջարկում եմ տեսնել, հետո շարունակել զրուցել։ Մենք դիտեցինք տեսանյութը։ Ես իդեպ, քանի որ Դավիթի հետ խոսում ենք որպես նրա ծույլիկ ուսանող, որը փաստորեն կարողացել է հետո առհասարակ ես փոքրուց գերազանցիկների չեմ սիրել եւ առհասարակ համարում եմ, որ այդ սուտ գերազանցիկները միշտ վտանգավոր ինչ-որ sense մի բան ունեն իրենց մեջ։ Անտարբեր գերազանցիկ։ Այո, իսկ որովհետեւ մեր դասարանի բոլոր ծույլիկ տղաները ամենաթասիբովն էին, մեր կողքին կանգնածը եւ ամենահետաքրքիրը։ Իդեպ այդ բոլոր ծույլիկները այսօր շատ ավելի լուրջ գործի են, քան գերազանցիկները ժամանակի։ Բայց քանի որ Դավիթ, փաստորեն քո ծուլությունը թերևս ընդամենը դեռահասությանը բնորոշ դրսևորում է եղել, ինչպես հասկացա, դու հիմա սովորում ես ճարտարապետական համալսարանում։ Հիմա սովորում եմ ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ինչը վերաբերում է ծույլիկությանը, նախ sense մի նշում եմ ուզում անել, այս ոլորտում, այսինքն մշակույթի ոլորտում, ընդհանրապես մշակույթը ինձ թվում է գերազանցիկների չի սիրում, որովհետև մշակույթի մեջ ապրելուց դու քո աշխարհի մեջ ես լինում, ու երբ որ դու քո աշխարհի մեջ ես լինում, չես կարող այս աշխարհի գնահատականներով էլի sense ապրել։ Դրա համար ինձ թվում է միշտ այդ բաց թողումը լինում է, հա, sense պարտաճանաչ լինելու, լավ սովորելու, այդ պարտաճանաչը մի քիչ մշակութասերներին, մշակույթի ոլորտում ապրողներին մի քիչ բնորոշ է, էլի, անպարտաճանաչությունը, որովհետև միշտ չի որ ներկա են լինում, էլի, այստեղ։ Հիմա սովորում եմ, բայց հիմա արդեն դե այդ տարիքային անցումը որ եղել է ու ծառայությունից հետո էլ արդեն որ դու հասկանում ես որ վերջո պիտի սովորես ու արդեն հիմա ոչինչ փառք Աստծո ուզում եմ սովորել։ Իդեպ այսպես շատ բացառիկ ծառայությունից հետո որպես կանոն շատ տղաներ թողնում են ուսումը, որովհետև կամ գալիս են էլ չեն շարունակում։ Ես իդեպ ասեմ, որ մեր Դավիթը փաստորեն 44-օրյա պատերազմի մասնակից է։ Չեմ ուզում դրան անդրադառնալ, բայց այնուամենայնիվ ինչ հետք է թողել եւ առհասարակ եթե կարելի է 2 բառով։ Պատերազմը ինչ հետք է թողել։ Այո։ Իրականում պատերազմի վատ կողմերից ընդհանրապես չեմ սիրում խոսել, որովհետև դա այդպես էլ պիտի լիներ։ Իսկ եթե լավ կողմերով խոսեմ, պատերազմը ունի լավ կողմեր։ Իհարկե ունի։ Պատերազմը, ես իրականում պատերազմին հենց լավ կողմերով եմ նայել, դրա համար մինչև հիմա ես չեմ համարում պարտված, որովհետև պատերազմը քեզ տալիս է ապրելու բանաձևը, պատերազմը քեզ տալիս է վերանայելու բանաձևը, դու սկսում ես հասկանալ, որ դու մարդ ես, ով պարտավոր է ու պատասխանատու է այս կյանքի համար ու պարտավոր է դեռ շատ բաներ անել։ Այսինքն այդ ազարտ վիճակից, հա, այդ ներկայում ապրող վիճակից դու դուրս ես գալիս ու հասկանում ես, որ դու սերունդ պիտի դաստիարակես, որ վաղվա Աստված չանի, բայց վաղվա պատերազմների մեջ իրանք էլի հնարավորություն ունենան լավ բաներ փնտրելու։ Երևի այդքան եմ ասում։ Ու հաղթելու։ Իհարկե։ Դե եթե կյանքի բանաձևն է տալիս, այո, կարծում եմ դա մեծ եւ կարելի է օգտվել այդ բանաձևից, ինչու ոչ, այսպես ասեմ, իսկ մենք ունենք տեսանյութ, մնացեք մեզ հետ, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր հետաքրքիր զրույցը։ Մեր տեսանյութում քիչ առաջ մենք տեսանք այստեղ ցուցադրված Գայանեի դիմանկարը եւ պարզվեց, որ Գայանեն իրական է։
Սա երևակայական կին չէ, իրական է, Գայանե, եթե դուք մեզ լսում եք, խնդրում եմ արձագանքեք այսօր եւ անպայման գնացեք ցուցահանդեսին, որտեղ տեղադրված է լինելու այս ձեր հոյակապ։ Գլխավոր աշխատանքն է դա մեր ցուցադրության նկարը։ Բայց հրավիրված է իրականում Գայանեն։ Մենք Գայանեին նախորդ եթերների ժամանակ էլ ենք հրավիրել, բայց դեռ չի հայտնվել։ Չի հայտնվել։ Ճիշտ էլ արել է, ուրեմն մի բան կա, որ չի հայտնվում։ Դավիթ, ես կուզեի իմանալ ոչ արվեստին, առհասարակ կյանքի վերաբերյալ կա որևէ խորհուրդ, որ տվել է քեզ քո վարպետը եւ մինչեւ հիմա հիշում ես այդ խոսքը։ Լուրջ հարց է իրականում իր ամենամեծ խորհուրդը դա հենց եղել է իր լռությունը։ Քիչ խոսել, շատ գործել։ Խոսուն լռություն։ Հա, նայեք, երբ որ դու անընդհատ ցույց ես տալիս քո վարքով, որ օրինակ դու անպարտաճանաչ ես, դու չես ներկայանում, բայց դու իր աչքերի մեջ, ասենք, իր բնավորության մեջ կարդում ես իր համբերությունը, իր լռությունը, իր խաղաղությունը, դա ինձ թվում է շատ բառերի փոխարեն է, էլի։ Միշտ չի որ անպայման պիտի բառերը շեշտվեն, որ դու հասկանաս թե ինչ պիտի անես, հա։ Իր լռությունը ամեն ինչ ասում էր։ Ու ժամանակ արդեն եղավ, երբ ինքը հիվանդացավ ու շատ ուշ էր գալիս դասերի, ես այդ ժամանակ հասկացա իր լռությունը ինձ ինչ ասում, էլի, որովհետև զգացի, որ իրոք այն որ զգում ես քո վարպետը ինչքան ուշ է գալիս դասի, այդ կարոտը մեջը դու մեկ էլ հայտնվում ես, քոլեջը պայծառանում է, որ դիրան տեսնում ես։ Այդ իրականում ամեն ինչ է, էլի, ես չեմ կարող տենց հստակ պատասխանել, ասել ինձ այս ինչ բան ասել է։ Շատ ա եղել որ առանձին օրինակ թեկուզ իմ վարքի ելնելով, բայց առանձին ինձ տարել է իր կաբինետ, հա, ու ցույց ա տվել, ասենք, իր գործը ու ասել է, ինչ դրի խսենց պիտի անես, նես պիտի անես։ Իհարկե գիտակցել է որ հետո էլի դասի չեմ գալու։ Բայց այդ ամեն ինչն ինքը արել է, էլի, այդ 1000 բառերի փոխարեն ինքը գիտակցել է, որ դու հետք է այո, ուրիշ ձև ես հետո նայելու արվեստին, դրա համար էլ ասել է, որտեղ եթե գիտակցեր, որ այստեղ բան դուրս չի գա, ես չեմ հավատում, որևէ իմաստուն մարդ իր խոսքերը շռայլի։ Նա միանշանակ տեսել է այդ պոտենցիալը։ Հետաքրքիր է, բացի ցուցահանդեսից, հա, որ հնարավորություն ունենք մարտի 8-ից մինչև 20-ը, մարտի 20-ը։ Իսկ դրանից զատ որտեղ կարելի է տեսնել նկարները։ Ցավոք սրտի, այս վարպետի նկարները կան ազգային պատկերասրահի, ցավոք առայժմ ֆոնդերում, աշխարհի տարբեր մասնավոր հավաքածուներում կան իր աշխատանքները։ Ցավոք սրտի այս պահին արվեստանոցը դեռ սովորական մարդկանց համար, հանրության համար դեռ բաց չէ, բայց մենք ծրագրեր ունենք, որ հուսանք որ կկարողանանք իրականացնել եւ արվեստանոցը հասանելի դարձնել մարդկանց, որովհետեւ ամբողջ ժառանգությունը, ընտանիքին պատկանող ժառանգությունը այս պահին մեր արվեստանոցում է, իր արվեստանոցում է։ Ես եթե թույլ կտաք մի շարունակեմ Դավիթի խոսքը։ Դավիթը անդադ խոսում է, որ վարպետը իրենց վրա մեծ ազդեցություն է թողել, բայց ես ուզում եմ ասել, որ վարպետի վրա էլ իր ուսանողները։ Ես հիշում եմ երկարատև հիվանդությունից հետո մի անգամ տենց որ ասма գնացել էր եւ լույս էր, ինքը մտել էր ներս ու երեխաները սենց փոքրիկ թղթիկներով ողջունել էին աստիճաններից մինչև իր սենյակ եւ ինքը այդ բոլորը հավաքել էր ու պահել էր։ Երևի չգիտեն, որ հավաքել է ու պահել է։ Ինքը հպարտանում էր եւ երեխայի պես ուրախանում էր յուրաքանչյուր ուսանողի հաջողությամբ, հատկապես երբ որ այդ ուսանողի ցուցահանդեսին պիտի գնար։ Ինձ թվում է ինքը այդ պայն ավելի հպարտ էր, քան այդ ուսանողը, որ այդ ցուցահանդեսը տեղի է ունենում։ Ինչ վերաբերում է աշխատանքներին եւ ցուցադրությանը, մենք սկզբում խոսեցինք, թե ինչու կանանց հավաքել։ Ես ուզում եմ այդ հետաքրքիր պատմություն կա դրա հետ կապված։ Իր բոլոր կանայք, բոլոր այս կերպարները մեզ համար գաղտնիք են։ Մենք չգիտենք ովքեր են, երբեք իրենց չենք հանդիպել։ Մի անգամ գինովցած էր մի քիչ, ասաց պիտի մի օր գիտես ինչ պիտի անենք, ցուցադրություն էինք հերթական քննարկում, ինչ պիտի անենք, որտեղ պիտի անենք, ասաց իսկ գիտես ինչ պիտի անենք մի անգամ, պիտի հավաքենք այս բոլոր կանանց միտեղ։ Ես պիտի ասեմ, թե իրենց նկատմամբ ինչ վերաբերմունք եմ ունեցել։ Ասացի ոնց ասած, բոլորին միտեղ պիտի հավաքեմ, ու բոլորի ներկայությամբ։ Ինքը իհարկե չհասցրեց դա անել, ու մենք այս անգամ որոշեցինք այդ բոլոր կանանց հավաքել, բայց դիտողներից յուրաքանչյուրին կթողնենք այդ հնարավորությունը կերպարի միջոցով, դիմանկարի միջոցով հասկանալ ինչ էր զգում վարպետը կամ ինչ էր ուզում ասել, որովհետև բոլոր կերպարները տարբեր են շատ։ Պետք է նստել ու ասել Վլադիմիր Աբրահամյանի բոլոր կանայք։ Լավ հնարավորություն են ձեռված,
Փաստորեն երեկվանից երեք էր մարտի 8-ը։ Երեք Չէ, երեք Չէ, չառաջորդանից առաջորդը։ մեկնարկել է, ոչ մեկ չի երևացել, հա, ինչպես հասկացա դեռ։ Դե մեզ գոնե չեն ասել, Մի քանի գուցե օր եկել են, դեռ կա։ տեսել են, գնացել են, մեզ չեն մոտեցել։ Ես արդեն հրավիրեցի Տիկին Գայանեին, բայց այս անգամ արդեն միանում եմ Վլադիմիր Բոլոր կանանց։ Աբրահամյանի բոլոր կանանց, սիրելիներս։ Ում եք սպասում, հենց այսօր գնացեք Վտանգավոր ցուցահանդեսի։ հրավեր է, չգիտես հետո ինչով կավարտվի։ Բայց ես ամեն դեպքում Մենք խնդրում եմ չխնդրեք էլի այդ դիմանկարները։ Հա, հետ պահանջեն իրենց դիմանկարը, օ, պատկերացնես ինչ Երկուքին օրինակ գրեցին մեզ սոցցանցում Ռուզանի դիմանկարը, նկարներ են ուզում։ որը Գորիսի թանգարանում է ցուցադրվում, եւ Կարինեի դիմանկարը, եւ խնդրեցին, ասացին, որ իրենց է նկարել, ասացի կնկարագրեք, դա ինչ նկար է, որտեղ մի քիչ դժվար էր էլի հավատալ, չի ուզում գա, բայց ուզում է լուսանկարը։ Նկարագրեց, հասկացանք, որ իսկապես ինքն է, մենք իրենց լուսանկարներն ուղարկեցինք եւ չեկան չհայտնվեցին այդ կանայք, բայց հետաքրքիր պատմություններ։ Իբան կա որ չեն հայտնվել այդ կանայք։ Չգիտեմ, ես կարծում եմ մենակ իրենք գիտեն եւ վարպետը գիտի։ Մենք այս ցուցադրության ժամանակ իրե բանաստեղծություններ ենք ներկայացրել առաջին անգամ։ Ոչ ոք, ոչ ուսանողները, նույնիսկ մեզ համար, ընտանիքի անդամների համար գաղտնիք է եղել, որ վարպետը նաեւ գրել է եւ գրել է շատ երիտասարդ ժամանակ 67 թվականին է ստեղծագործել։ Դա թաքուն արխիվ էր, բոլորիցս թաքուն պահված։ Դավիթը խոսում էր իր լռության մասին, երբ որ մենք գիտենք, որ կա մի անկյուն արվեստանոցում, որ մենք իրավունք չունենք մոտենալ, եթե ինքը չի ուզում, մենք նույնիսկ արվեստանոց չի պիտի մտնենք, այդպեսի։ Եվ այդ ամենը շատ լուր էր արվում։ Իր հայացքով, այդ աուրայով, որ պիտի տարածեր, մենք հասկանում ենք, որ չպիտի մտնենք, ուրեմն մի անկյուն կար, որին մենք երբեք չենք կպել։ Այդտեղ թաքնված էր այդ փոքրիկ գրքույկը, աշխատանքներ, լուսանկարներ փոքրիկ ծրարի մեջ, եւ այդ գրքույկը երբ որ մենք գտանք, առաջին միտքը որ եկավ, ես ուզում էի հրապարակել, բայց նախ պետք էր հասկանալ, խորհրդակցել բանաստեղծների հետ, գուցե դրանք ուղղակի մտորումներ էին, որոնք չարժի որպես բանաստեղծություն, մի քանի ժամանակակից բանաստեղծի հետ երբ որ խորհրդակցեցինք, հասկացանք, որ կարելի է եւ մենք դրանք հրապարակել ենք։ Ես 3 կարդում էի տպավորությունների գիրքը ցուցադրության, եւ այնպիսի հետաքրքիր կարծիքներ էին գրել, նախ իրենց համար նորություն էր, որ վարպետը նաեւ գրել է։ Իհարկե կարելի է հասկանալ, որ դա նկարչի բանաստեղծություններ են, այնտեղ բնորդուհիներ են նկարագրված, դրանք հիմնականում ծիրային բանաստեղծություններ են։ Մենք հասկացանք, որ կարծում եմ ճիշտ էր, որ պետք էր հրապարակել այդ բանաստեղծությունը։ Իհարկե ընդամենը 4-ն ենք հրապարակել։ Մի ավելացում անեմ, ուրեմն ամենահետաքրքիրը նա է, որ ես երեք նարային էլ հարցրեցի, իսկ այս բանաստեղծությունները կտավներ դարձել են, թե չէ։ Այս բանաստեղծությունները գրվել են կտավի դիմաց, բայց կտավ չեն դարձել, ինչի համար, որովհետև այն գեղեցկությունը, որը պիտի շռայլեր վարպետը կտավի վրա, կնոջը վերաբերող, այդ գեղեցկությունը ինքը կարողացել է բառերով արտահայտել, ու էլ կարիքը չի եղել նորից այդ ամեն ինչը որպես կտավ ներկայացնելու։ Այսինքն այն ասելիքը, ինչ որ ինքը ունեցել է ու դա դարձել է բանաստեղծություն, դա ինքնին ծնվել է որպես բանաստեղծություն, ու այդ բանաստեղծությունը ինքնին որ կարծում որպես հենց կտավ է։ Շատ հիասքանչ է ներկայացնում իրականում կնոջ կերպարը այդ բանաստեղծություններում։ Ես 2 օր կարդում էի, ճիշտ ասած, դե ժամանակին երբ որ հրապարակում էին առայինք, շատ մեծ sense ոգևորվածությամբ էի կարդում։ Մի քանիսը հրապարակեց։ Բայց որ կարդում ես հենց ցուցասրահում պատին փակված ու նայում ես կողքի կանանց ու կարդում ես իր բանաստեղծությունը, դու հասկանում ես թե ինչ է զգացել կտավի դիմաց, երբ որ բանաստեղծությունը գրել է։ Վարպետի եւ նրա ստեղծագործությունների մասին կարելի է անթիվ եւ անհամար խոսել, բայց մեր եթերաժամը ցավոք սրտի սահմանափակ է։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Շնորհակալ։ Իսկ մեր եթերում գովաստ Վահագն Ռաշ, իմ թափառական միայն դու չտխես, գեղեցիկ տեսահոլովակ, չէ՞։ Հա հետաքրքիր տրամադրություն հաղորդող։ Առհասարակ ինչը վերաբերում է մինիմալիզմին եւ բնությանը ինձ դուր է գալիս։ Անցնելով առաջ ցրելի հեռուստադիտողներ, իհարկե անընդհատ առիթ ենք ունենում ասելու, որ արվեստ ու մշակույթը միակ երևույթն են, որ կարող են փոխել իրականությունը, փոխել մարդու հոգեբանությունը, մաքրել, կրթել եւ արվեստով ու մշակույթով է, որ ազգը ներկայանում է աշխարհին։ Այս մեկնարկը միշտ անում եմ, որովհետև մշակույթի ուժը մեր նոր էջը արդեն բավական սիրվել է հանրության կողմից եւ ես վստահ եմ, ինչպես եւ նշել էի համացանցում ու նաեւ հուսով եմ, որ հանրությունը ուշադիր կլինի այն բոլոր մարդկանց խոսքին,
որոնք առիթ ունեն մշակույթի ուժը էջում ներկայացնելու դրա բանաձևը։ Ես վստահեցնում եմ, որ նրանցից որևէ մեկի խոսքը չի կրկնվել ի զարմանս ինձ։ Բոլորը խոսում են նույն բանի մասին, բայց բոլորը խոսում են այնքան տարբեր, բայց բովանդակության մեջ թերևս քարոզում են նույնը։ Ես ձեզ մաղթում եմ, որ դուք առիթ ունենաք լսելու եւ հասկանալու այն, ինչ որ ասվում է մշակույթի ուժը խորագրում։ Համեցեք։ Սիրելի հեռուստադիտողներ, ուզում եմ տեղեկացնել, որ փետրվարի 24-ից Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցասրահ մեկում ներկայացված է լինելու Սիրանուշ Աղաջանյան թիթեռներ։ Ցուցադրությունը բաց է։ Եվ ես սիրով ուզում եմ ներկայացնել մեր տաղավարում մեր հյուրերին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արամ Եսայանց եւ արվեստագետ Սիրանուշ Աղաջանյան։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն եք, այսօր առավոտից մենք խոսում ենք ցուցադրությունների մասին ու ինչ լավ է, որ փաստորեն այս գարնանը ընթരാճ կանան ստոնին ընթരാճ, կանան որ տղամարդկանց դուրս չի գալիս այդ մասին հաճախ խոսել, կան այսպիսի գեղեցիկ ցուցադրություններ։ Հետաքրքիր է թիթեռներ, որովհետև գարուն է, որովհետև այս վերածնունդն է նորից բնության։ Բարև ձեզ։ Եվս մեկ անգամ գարնան հետ զուգահեռ սկսվեց իհարկե ցուցահանդեսը, բայց շարքը սկսել եմ շատ վաղուց, մոտ 2 տարի առաջ, հետպատերազմյան թիթեռներ շարքը, որին հաջորդեց արդեն ուղղակի թիթեռներ շարքը, որ վիզուալ առումով եւ էսթետիկայի առումով փոքրինչ տարբերվում էր նախորդ շարքից։ Հետպատերազմյան թիթեռներ են եղել։ Հետպատերազմյան թիթեռները պատերազմից անմիջապես հետո սկսված շարքն էին, որոնց տրամաբանական սրանք արդեն թիթեռներ շարքն է, որոնք այս պահի դրությամբ ներկայացված են Գաֆէսճեան կենտրոնից են լուսանկարները։ Կարելի է ենթադրել, որ հետպատերազմյան թիթեռները գունային առումով զիջում էին, թե ինչ առանձնահատուկ տարբերություն կար։ Չէ, երկուսն էլ էսթետիկայի առումով երկու շարքներ շատ գեղեցիկ են։ Ուղղակի այստեղ արդեն ավելացել են պատկերներ, պորտրետներ են ավելացել այս շարքում, պես թիթեռների վրա։ Ավելի ուրիշ բովանդակություն է ստացել, կարծում Արմենը ավելի լավ կնկարագրի այդ ամեն ինչը։ Մենակ ասեք ինչ նյութ է, որովհետև կերամիկա, խճանկարը, կերամիկա, բնական քարեր։ Բնական քարեր, այսինքն մարմար, տուֆ, գրանիտ, բազալտ, Ձեր արվեստանոցը որտեղ է, մեկ էլ ասեք որ ժամերին եք այնտեղ, որ չեք լինում։ Ես այս պայդրությամբ իմ արվեստանոցը գտնվում է Օրբելի փողոցի վրա եւ առաջ Հաճախ է դուռը բաց լինում ու դուք Չէ, դուռը երբ որ մենք աշխատում ենք, դուռը միշտ ներս փակում ենք, որպեսզի ոչ ոք մեզ չխանգարի։ Ափսոս։ Ես լավ մտքեր ունեի, բայց ոնց որ չեմ կարող իրականացնել։ Արմեն, Սիրանուշը նշեց, որ դուք ավելի մանրամասն կներկայացնեք։ Սիրանուշը իր համեստությունից ելնելով չափազանցացրեց իհարկե, արվեստագետից լավ երևի թե իր գործի մասին ոչ մեկ չի խոսի, բայց ոչ բոլոր արվեստագետներն են, որ սիրում են խոսել։ Դա առանձին թեմա է, չանդրադառնանք։ Իհարկե շատ մեզ համար կարևոր էր այս նախագիծը իրականացնել մեր հարկի ներքո, որովհետև մենք Սիրանուշի հետ արդեն երկրորդ անգամ է համագործակցում ենք։ Առաջին անգամ դեռևս 2021 թվականին մենք այդպիսի մի ցուցադրություն արեցինք, որը կոչվում էր Վաղը, ժամանակակից հայ արվեստագետներին ներկայացնող, որտեղ 17 չեմ ուզում տարիքային որոշակի սահմանափակումների մեջ խորանալ, բայց համեմատաբար երիտասարդ նոր սերնդի արվեստագետներ էին եւ այդտեղ հենց իմաստը Վաղը, այսինքն փորձում էինք որոշակի ձևով կանխորոշել կամ հասկանալ թե վիզուալ արվեստի տեսանկյունից ուր ենք շարժում եւ նույնիսկ այդ ցուցադրության միջոցով կարելի է նկատել ինչ բացեր կան ընդհանուր ժամանակակից արվեստի կոնտեքստում։ 21 թվականին, այսինքն 21 թվականի աշնանից մինչև 22 թվականի էլի փետրվարն էր, մարտներ չեմ հիշի հիմա հստակ։ Եվ այդ ժամանակ Սիրանուշ Աղաջանյանի մեկ խճանկար աշխատանք ներկայացրեցինք, իր սելֆին էր, որ վերածված էր այդպես մեծադիր խճանկարային ինքնադիմանկար էր եւ այն ժամանակ արդեն խոսեցինք, որ կարելի է մեզ մոտ իրականացնել ավելի ծավալուն մի նախագիծ
եւ արդեն 21 թվականին ես գիտեի այդ պրոյեկտի մասին, որ թիթեռներ, հետպատերազմյան թիթեռներ սիրահարանք ընդհանուր այդպես է նախագծի անունը եւ դրա շրջանակում գաղափարը այն էր, որ քանի որ ընդհանուր պատերազմից հետո բավականին ընկճված վիճակ էր, հասարակական տրամադրությունների տեսանկյունից եւ այլն եւ նույնիսկ արվեստագետները մենք այդ մասին զրուցել ենք, շատերը նույնիսկ այդ ուժը չունեին, այդ մոտիվացիան չունեին ընդհանրապես արվեստով զբաղվելու կամ պարզապես շատ պրիմիտիվ է, թե ասենք զուտ գեղեցիկ որևէ բան ստեղծելու իմաստով։ Եվ Սիրանուշը ինչ այս վերցրեց, կարելի ասել բնության ամենագեղեցիկ էակներից մեկը, որ շատ փոքրիկ է, շատ թեթև է եւ հասցրեց, չգիտեմ, հսկայական չափսերի 2-3 մետրանոց եւ շուրջ 5 հատ արդեն կան, 4-ը Հայաստանում, Երևանում, մեկը Ստեփանակերտում։ Տեղերը նփակում, կոնդում, Ալմաստ գործարանի մոտակա տարածքում Զեյթունի հատվածում, մեկն էլ բանում հենց Բանգլադեշի հատվածում, հարավարևմտյան թաղամասում, Բլեանի գեղարվեստի դպրոցի պատին եւ մեկն էլ Ստեփանակերտում, ամենամեծն Ստեփանակերտում է ստեղծվել, էլի շենքի վրա, բայց այստեղ մի քիչ այլ արդեն ինչպես Սիրանուշը նշեց, բովանդակությունը մի քիչ փոխվում է, որովհետեւ այնտեղ եթե պարզապես թիթեռներ էին, այստեղ արդեն կարծես այդ թիթեռները դառնում են, չգիտեմ, կյանքը ինչ որ ձևով խորհրդանիշ Ուզե գնահատելու կյանքը արտացոլող, շնորհակալություն։ Կյանքը արտացոլող էակներ, որտեղ Սիրանուշի հետ էլի խոսել ենք այսպես, որ թիթեռները ինչ են, հիմնականում խորհրդանիշ են այդպես կյանքի կարճատևության, ամեն վայրկյանը գնահատելու, զարթոնքի, նոր կյանքի եւ այլն, եւ այդ ամենը, այսինքն ինչպես ինքը թիթեռների միջոցով փորձում էր ծոր վերածննդի կյանքի նոր որոշակի երազանքների մասին խոսել, այստեղ մենք մի քանի, կարելի ասել, հարց ենք լուծում այս ցուցադրությունով, նախ մենք ներկայացնում ենք նոր շարքը, որ զուտ թիթեռն է, երկրորդը մենք ուրբան արվեստագետի հետ, այսինքն street artist-ով փողոցում է աշխատում հիմնականում այսպես լրիվ այլ միջավայրում է, մենք տեղափոխում ենք թանգարանային միջավայր, ինստիտուցիոնալ, ինչը մի քիչ հակասական է, այսինքն որովհետև street art-ը հենց փողոցի համար է, բայց շատ արվեստագետներ, օրինակի համար, որ հիմա կարելի ասել դասական են արդեն համարվում, հենց փողոցային արվեստից են սկսել, հատկապես եթե խոսենք արևմուտքի մասին, չգիտեմ, Ժան-Միշել Բասկյան կամ Քիթ Հարինգը, ովքեր փողոցային մշակույթից են տեղափոխվել, կոպիտ ասած, պատկերասրահային, այսօր արդեն թանգարանային տարածք։ Եվ մեզ համար էլ հետաքրքիր էր նման մոտեցում որդեգրելը, երբ մենք կարող ենք նման համագործակցություն ունենալ եւ հուսով եմ այս ցուցադրությունը հատկապես որ ինքը ոչ միայն թանգարանային, այլև թանգարանային շատ հանրային մի հատվածում է, որտեղ եւ մեր գրադարանն է գտնվում, եւ դեպի մեր խանութ է, այսպես ճանապարհ այդ հատվածով է անցնում, այսինքն ինքը այսպես փակ սրահ չի, որ պետք է գնաս հատուկ ցուցադրություն նայելով, այլ պարզապես նույնիսկ կասկադ համալիր մտնելիս դու աջ հատվածում թափանցիկ ապակիների միջով տեսնում ես այդ հսկայական թիթեռները պատի վրա եւ շատ հետաքրքիր ժամանակակից նաեւ տեխնոլոգիաների հետ են դրանք աշխատում, որովհետեւ տեսանյութ ունենք, քանի ժամանակ ունենք, ես կուզեմ հեռուստադիտողը տեսնի, հետո շարունակենք զրուցել։ Ես իմիջայլուց, քանի որ մենք առաջին անգամ չէ, որ մենք տաղավարում հանդիպում ենք ամենատարբեր հետաքրքիր ցուցադրությունների շրջանակներում, այո, անընդհատ տեսնում ենք, նախ հետաքրքիր մարդկանց ենք բացահայտում, հետաքրքիր մշակութային իրադարձություններ ենք բացահայտում, բայց լավ հարց էր հնչեցնում Արմենը գովազդի ընթացքում, որ ովքեր կարող են դիմել ձեզ, որպեսզի կարողանան ունենալ ցուցադրություն, այսինքն այն սկզբունքները, որոնց պետք է հետևի այն մարդը, ով ուզում է ցուցադրություն ունենալ։ Իրականում մենք շատ բաց ենք առաջարկների տեսանկյունից, բայց խորհուրդ կտամ մեզ դիմելուց առաջ նաև ուսումնասիրել նույնիսկ մեր կայքի միջոցով մենք ինչ ցուցադրություններ ենք ընդհանրապես անում, որքան էլ զարմանալի կհնչի, երբեմն մեզ դիմում են մարդիկ, ովքեր նույնիսկ մեր որևէ ժամանակավոր ցուցադրություն չեն տեսել։ Այսինքն կոպիտ ասած տնային, հա, լսել են, որ Գաֆիսյան արվեստի կենտրոնում ցուցադրություններ են կազմակերպվում, Գաֆիսյան արվեստի կենտրոնը կասկադ համալիրը քաղաքի կենտրոնում շատ գրավիչ է եւ զուտ այդ սկզբունքից ելնելով փորձում են մեր մոտ ցուցադրել առանց նույնիսկ իմանալու եւ ես երբեմն հարցում եմ, դուք մեր ցուցադրությունները տեսել եք, արդյոք գիտեք մենք ինչ ենք անում, ինչով ենք զբաղված,
երբեմն երբ ես լսում եմ, որ ոչ, չէ, չենք տեսել, բայց անպայման կնենք, ասում իսկ ինչու եք ուզում մեր մոտ ցուցադրություն անել, եթե չեք տեսել։ Գուցե մենք շատ վատ ցուցադրություններ ենք անում։ Այսինքն մենք բաց ենք, բայց միևնույն ժամանակ մարդիկ էլ պետք է պատրաստված լինեն, պետք է հասկանան իրենց հնարավորությունները պատկերացնելով կամ իրենց մեր շրջանակը նաև հետաքրքրություն է պատկերացնում, որովհետև մենք ամեն դեպքում հիմնականում արդի եւ ժամանակակից արվեստ ենք մեզ մոտ ներկայացնում։ Դա նաև գալիս է մեր հիմնադիր Ջերարդ Գաֆեսչյանի հետաքրքրություններից, ով ինչպիսի հավաքածու էր նա իր մոտ ներկայացնում եւ մենք մեր մշտական ցուցադրությունն է, որ մեր մոտ կա, իսկ այն բոլոր արվեստանմուշները, որ մեր քանդակների պարտեզում կարելի է տեսնել կամ շարժասանդուղքների հատվածում, դրանք էլ հուշում են, թե մենք ինչ ուղղությամբ ենք շարժում։ Եվ իհարկե կա մեր առաքելությունը, որն է համաշխարհային արվեստի լավագույնը ներկայացնել Հայաստանում եւ հայ մշակույթի լավագույնը ներկայացնել աշխարհին։ Եվ ուստի նաև պետք է ժամկետները նկատի ունենալ։ Շատ դեպքերում մեզ դիմում են, մենք մյուս ամիս ուզում ենք ցուցադրություն անել, այն դեպքում, երբ մենք շուրջ 2 տարվա ծրագիր ենք ունենում հիմնականում ըստ ամիսների, ժամկետների եւ պատրաստում ենք այդ ցուցադրությունը։ Այսինքն բաց ենք, բայց նաև պետք է նկատի ունենալ, թե աշխատելու կերպ լինի, բայց այդ դուք ասացիք, որ ավելի երիտասարդ ու համ արվեստագետների եք ներկայացնում կամ դրանց աշխատանքները կամ փորձում ենք ինչ-որ առանձնահատուկ վերաբերմունք ունենալ երիտասարդների նկատմամբ։ Բաց է բոլորի համար, ինչպես նշեցի, բայց անգամ երբ մենք անդրադառնում ենք արդեն դասական դարձած արվեստագետների կամ մեր, չգիտեմ, 20-րդ դարի մշակութային կարևոր գործիչներին, եթե մենք մեզ մոտ ներկայացնում ենք, մեր նպատակը նորովի բացահայտելն է։ Այսինքն անգամ եթե մենք օրինակի համար արել ենք ցուցադրություն Երվանդ Քոչարի արվեստի շուրջ, մենք այնտեղ աշխատանքներ ենք ցույց տվել մասնավոր հավաքածուներից, որ չեն ցուցադրվել, կամ ինչ որ մի շերտ ենք բացահայտել իր ժառանգության, որ միջև այդ ուսումնասիրված չի եղել, կամ Գևորգ Գրիգորյան Ջոտոյի ցուցադրություն ենք արել, որի շրջանակում պատկերասրահի հետ ենք համագործակցել եւ իրենց հավաքածուից մենք գրաֆիկական աշխատանքներ ենք ցուցադրել, որ միջև այդ երբեք ցուցադրված չեն եղել։ Այսինքն անգամ երբ մենք անդրադառնում ենք արդեն այսպես ասած շրջանառված անունների, մեր նպատակը հենց հասարակության արժև նաև մեր պատասխանատվությունն է նույն բանը ցուցադրել, նույն ձևի նույնը չներկայացնել, նոր, որտեղ կրթական մասն էլ շատ կարևոր է։ Եվ դրա համար մենք մեր ցուցադրության շրջանակներում եւ Սիրավեշի ցուցադրության շրջանակում էլ մենք կրթական որոշակի նախագծեր ենք ունենալու, վարպետության դասեր, workshop-եր, արվեստի դպրոցների հետ երևի, հա։ Ոչ միայն արվեստի դպրոցների, կարծում եմ նաև համալսարանների, քոլեջների արվեստի ուղղվածություն ունեցող, իհարկե շատ ուրախ կնեմ, որ լինեն այնպիսի մարդիկ, ովքեր արվեստի հետ ընդհանրապես կապ չունեն, իրենց համար ավելի հետաքրքիր կլինի մասնակցել։ Մեկ էլ տեսար ինչ որ նոր բան բացահայտվեց, չէ՞։ Իսկ վարպետաց դասերին մասնակցելու համար ինչ որ հայտարարություն է լինելու երևի, հա։ Այո, իհարկե, մենք դա ինչպես եթե չեմ սխալվում, մեր կրթության բաժնի հետ խոսել ենք, որ ապրիլից սկսած։ Այո, ապրիլի կեսերից։ Դե բնական է, մեր Facebook-յան էջով մենք հայտարարում ենք, մեր համապատասխան մենք հատուկ էլեկտրոնային հասցեների նաև ցուցակ ունենք, որով մենք տարածում ենք եւ մեր անդամներն են առաջին հերթին իմանում մեր բոլոր միջոցառումների մասին, այնպես թե անդամակցեք Գաֆեսչյան արվեստի կենտրոնին, ավելի շուտ կիմանաք եւ ձեր համար էլ հատուկ նույնիսկ ծրագիր։ Բայց ես ոնց որ Վարդգեսը ոնց որ անդամակցված էր, հետո չէր թարմացրել ես հիշում եմ այդ խոսակցությունները, բայց թարմացներ չգիտեմ թարմացրել է թե չէ։ Ես էլ չգիտեմ, բայց ես ոնց որ չեմ էլ արել, որովհետև ես հասկացա, որ ձևը չհասկացա ինչպես է պետք ու այդպես կիսատ մնաց, բայց այնուամենայնիվ, երբ կան այսպիսի ցուցադրություններ, առհասարակ ովքեր են ավելի ակտիվ գալիս այդ ցուցադրություններին, երիտասարդները, թե ճիշտ հակառակ ավելի ավագ սերունդը կա այդպիսի համեմատական։ Իրականում շատ բազմաշերտ է մեր այցելուները, այսինքն եթե այդպես որպես մի միավոր դիտարկենք այցելուները, շատ բազմաշերտ են։ Երիտասարդները շատ են լինում։ Դե կասկած համալիրում երիտասարդները շատ են լինում, այսինքն ուստի անկախ իրենցից իրանք նույնիսկ առանց գիտակցելու, որ իրանք թանգարանում են հիմա, այսինքն թանգարանային տարածքում են գտնվում, իրանք առանց գիտակցելու դառնում են մեր այցելուն։ Օրինակ նույն Սիրավեշի աշխատանքների հետ կապված մարդիկ, ովքեր գալու են գրադարան կամ մտնելու են խանութ կամ պարզապես օգտվելու են շարժասանդուղքներից, իրանք առանց գիտակցելու ամեն դեպքում այդ վիզուալ ինֆորմացիայի կրողն են դառնալու։
ովքեր գիտակցված են գալու, իրանք իհարկե ավելի խորը դա կվերցնեն, բայց այսինքն դժվար է ասել թե ովքեր են շատ այցելում։ Մենք նույնիսկ կրթական ծրագրեր ենք ունեցել հատուկ թոշակառուների համար, այսինքն եթե կրթական ծրագրերի տեսանկյունից նայես եւ դիտարկես նրանց որպես մեր այցելուներ նաեւ, այսինքն այսպես շատ լայն է շրջանակը, թե տարիքային, թե հասարակական շերտերի տեսանկյունից։ Ինչ տևողություն է ունենալու ցուցադրությունը, եթե մեկնարկում է փետրվարի 24-ին, ապա մինչև հունիսի 4-ը։ Մինչև հունիսի 4-ը։ Չմոռանանք, որ արդեն մարտ է եւ մեկնարկել է փետրվարի 24-ին, այսինքն տևողություն։ Ոչ, կներեք։ Ինչու է թե դեռ հունվարն է։ Մենք խոսում ենք վերածննդի, դեսկակաչները քեզ ոչինչ չեն ասել։ Շուրջ 2 շաբաթ արդեն գործում է ցուցադրությունը, բայց քանի որ երկար է մնալու, մինչև հունիս լինելու է, այնպես որ դեռ ժամանակ կա, հնարավորություն կա, եկեք այցելեք։ Երբ որևէ ցուցադրություն կա սրահում, այսինքն ուրիշ ցուցադրության հետ զուգորդվում է, թե միայն այն է ինչ կա, թե դա որոշում է այն մարդով իր աշխատանքները պիտի ներկայացնի։ Պատմի։ Այդ ցուցասրահը, որտեղ հիմա ներկայացված են թիթեռները, դիմացի պատին ներկայացված էր Կարեն Պետրոսյանի աշխատանքները, գեղանկարչական աբստրակցիաները, որոնք էլի բավականին հետաքրքիր գործեր էին, թե տեխնիկապես, թե գաղափարային առումով, բայց ոնց որ մոտորես հավաքվելու են Կարեն Պետրոսյանի ցուցադրությունը, իդեպ սա լավ հնարավորություն է հեռուստադիտողներին հայտնելու, որ Կարեն Պետրոսյանը վաղը չէ մյուս օրը, մարտի 12-ին, այս կիրակի վերջին օրն է, որ մեծ ցուցադրություն է եւ ցուցասրահ 1-ում կա ներկայացված 3 մեծածավալ աշխատանք եւ արծիվ սրահում արդեն հիմնական մասն է ցուցադրության, այսինքն այս պարագայում ոչ միայն զուգահեռ են այդ ցուցադրությունները, այլև նույն սրահում են։ Այսինքն այստեղ շատ հետաքրքիր նաև դիսկուրս է ստացվում, նաև երկխոսություն արվեստի աշխատանքների եւ ամենակարևոր բանը, որ անպայման ուզում եմ բոլորը իմանան, երբ է ցուցասրահը բաց լինում, ուրբաթ շաբաթ կիրակի օրերին ժամը 10-ից մինչև ժամը 8-ը, քանի որ շատ էին ինձ իմ ընկերները, ծանոթները հարցնում, օրի հետ կապված ուզում եմ իմ մնացած աշխատանքները հասանելի են բոլոր մարդկանց, որովհետեւ դրսում են, սթրիթ արտեր են, աշխատանքային օրերի հետ կապ չունեն, էլի մարդիկ կարող են տեսնել։ Այստեղ մի քիչ սահմանափակ կա օրերը։ Այսինքն դա իմաստով, երբ ասում եմ դրսում են բոլորը կարող են տեսնել, քաղաքում, փողոցներում հիմնականում, եթե կտեսնեք մոզաիկայով արված աշխատանքներ, հիմնական մասը Սիրանուշի աշխատանքներն են, եւ այդ իմաստով մենք նույնիսկ 21 թվականին երբ խոսում ենք, շատ հետաքրքիր է, որ խճանկարը մի քանի հազար տարվա պատմություն ունի, բայց այսօր ինքը շատ ժամանակակից է նայվում այն տեսանկյունից, որ դա ամեն այդ քարիկը, ամեն այդ կերամիկական կտորը դա պիքսել է։ Այո։ Դրա համար հիմա որ ժամանակակից լեզվով։ Այո, այսինքն ու եթե սրահում կլինեք եւ երբ հեռախոսը բարձրացնում են սմարթֆոներով ու նկարում են այդ թիթեռները, դրանք ավելի հստակ են երևում, որովհետև հեռախոսը դրանց անմիջապես որպես պիքսել է ընկալում, իրանք այսպես հարթանում են։ Իսկ սովորական աչքով այդ բոլոր պիքսելները ավելի երևում են, քարերը, այսինքն իրանք նաև հարթ չեն, տեխնիկական իմաստով էլ շատ հետաքրքիր է աշխատել կներես, ինչ որ առումով նկարչական առումով հիշեցնում է պուանտելիզմը, պուանտելիստական նկարչությունը, որը իմպրեսիոնիզմի կարելի ասել հավասար զուգահեռ շրջանում հայտնվեց, կետիկա, ոնց որ կետիկներ են գունային, որոնք իրար հետ ինչ որ համադրվելով ստեղծում են մի պատկեր, այդ քարերի չափը 23 մմ է, հիմնականում այդ չափը նախատեսված է եղել դրսի միջավայրի համար, քանի որ որոշակի հեռավորություն է պետք նայել աշխատանքներին, որպեսզի պատկերը հստականա, իսկ Արմենը ասաց, որ հին տեխնիկան, նոր տեխնոլոգիաների հետ է համադրվում, այո, որովհետև այն տեխնիկան, որով որ ես իրականացնում եմ, ռեալիզացնում եմ խճանկարը, շատ դարերի պատմություն ունի, իսկ վերջնական իր տեսքը այդ պիքսելներն են, որ անընդհատ մեզ ուղեկցում է մեր կյանքում հեռախոսների, հեռուստացույցների, համակարգիչների էկրաններին անընդհատ մարդիկ սքրոլ են անում ամբողջ օրը, ու դու հանկարծ գլուխդ բարձրացնում ես սովորական շենքերին ճարտարապետությանն ես նայում,
ու էլի քեզ ինչ որ բան պիքսելային հայտնում է, հիշեցնում է։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էի, կարող ենք հուսանք, որ էլի երբ Գաֆէջան արվեստի կենտրոնում կլինեն հետաքրքիր ժամանակակից արվեստագետների ցուցադրություններ, մենք առիթ կունենանք լուսաբանելու։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Սիրելի հեռուստադիտողներ, ցտեսություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում ինչ է, տեսահոլովակ է։ Տեսահոլովակ։ Կարտոֆիլով, սպանախով կարկադանքները պատրաստ են, ես չնայած ուրիշ անուն տվեցի, Համլետը ինձ շտկեց, որ սա խաչապուրի չէ, սա կարկանդակ է։ Իսկ թե ինչպես ստացվեց այս, այո, նման է, համը հիմա կփորձենք ինչպես պատրաստել Համլետը արագ կհուշի։ Շատ բարի։ Հիմա ներկայացնում պատրաստման բաղադրատոմսը, անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ բանջարեղեններ, բուլղարական պղպեղ, գազար, սպանախ եւ կարտոֆիլ։ Կարտոֆիլը մաքրել, շոկ է խաշել կարտոֆիլի պյուրե ստանալու համար, առանձին տապակել գազարը, բուլղարական պղպեղը, սպանախը, մի փոքր խոզապուխտով, բուսեղով եւ կարագով, համեմել աղով եւ պղպեղով, որից հետո միացնել պատրաստի կարտոֆիլի խյուսին։ Շերտավոր խմորը բացել քառակուսի չափսերով, պատրաստի կարտոֆիլի խյուսը սպանախով տեղափոխել մեջը եւ փակել 4 անկյուններից, թխել 170 աստիճանում մոտավորապես 20 րոպե։ Շերտավոր խմորը պատրաստեցիր դու այստեղ, ինչպես հասկացա, չէ՞։ Չէ, պետական արտադրության շերտավոր էր։ Որովհետև շատ հաճախ է այստեղ նաև խմորը պատրաստում, չգիտեմ ինչ արագությամբ, բայց ստացվում է։ Ինչ ասեմ, պատրաստեք, որպեսզի առավոտյան կարողանաք համոզել ձեր երեխաներին նախաճաշեն, որովհետև այսպիսի բանից հաստատ չեն կարող հրաժարվել։ Առավելևս երբ որ առողջ է, առողջ սնունդ է եւ համեղ է։ Այո։ Իմիջիայլոց ես ասեմ, որ ես սկսել եմ շատ վաղուց կարտոֆիլ քիչ օգտագործել եւ երբեմն գոնե Համլետը ինձ տալիս է հնարավորություն լավ պատրաստված կարտոֆիլի այսպես խյուսի համադրությամբ տարբեր բաներով ես առիթ եմ ունենում գոնե կարտոֆիլ ուտելու։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք իհարկե եւս մեկ անգամ առիթ ունենք ասելու շնորհակալություն մեր գործընկերներին, որ մեր կողքին են, Armat Food ընկերությունը, որն առաջարկում է ավելի քան 50 անուն տարբեր պահածոններ, մուրաբաներ, կոմպոտներ, հատուկ հենց ձեզ համար։ Այսօր օգտագործել ես Համլետ որևէ բան, չէ՞։ Ոչ, կարող եք թթվով, աջիկայով փորձել։ Այո, կարելի է համադրել։ Հիմա մենք թթվել կբացենք մեզ համար, բայց այդ կլինի հաղորդումից հետո։ Եվ իհարկե Արցախ կարպետին ասենք շնորհակալություն, որն առաջարկում է ձեռագործ հայկական նախշազարդերով իհարկե ամենատարբեր աքսեսուարներ, շապիկներ, պայուսակներ, գորգեր, կարպետներ, մի խոսքով ամեն ինչ, հատկապես այս կանացի շարֆերը շատ գեղեցիկ, ամեն ինչ կա հնարավորություն այս մեկ ամսյակին հաճելի եւ հետաքրքիր պահել անակնկալներ անելու, հատկապես կանանց։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ուրբաթ է առջևում հանգստյան օրեր, հուսանք, որ դուք կունենաք լուսավոր հանգստյան օրեր, իսկ մենք արդեն առիթ կունենանք երկուշաբթի ձեզ ասել լույս բարի։ Ցտեսություն։ Հաջողություն։ Հաջողություն։